Շնորհավոր ձեր տոնը։ Քաղաքացիներին, ովքեր մեծ հուսեր են կապում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչ կասեմ։ Ես կասեմ, որ այն տրամադրությունները, որ կան Հայաստանի Հանրապետությունը, պետք է շարունակվեն, խաղաղության աջակցությունը, որ այսօր ունի հասարակությունը, պետք է պահպանել, եւ որովհետեւ դա զարգացման հիմնական ճանապարհն է։ Խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանը խանգարում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Ինչպես հասկանանք սա։ Ես կարծում եմ, այսօր պետք է խոսենք քաղաքացիների մասին, քաղաքացիությունից, որովհետեւ ես առիթը բաց չեմ թողնում եւ երբեք չեմ մերժում լրագրողներին որևէ հարցի պատասխանելու։ Գիտեմ ձեր միտումները օրվա խորհուրդը որոշակի առումով մթագնելու։ Ես այսօր կխոսեմ, այո, սիրելի եւ հարգելի Լիա։ Այսօր խոսենք քաղաքացիությունից, մեր ներքին հանրային խնդիրներից եւ ոչ թե արտաքին քաղաքականությունից։ Դրա համար բազմաթիվ առիթներ են ունենում։ Ժամը 13:00-ին Փաշինյանը բոլորին հրավիրել է, բայց արդեն 14:30-ին նա չկա։ Հրավիրել է երբ է գալու։ Հարգելիներս, հրավերը ոչ թե իր հետ հանդիպման համար է։ Այսօր տոն է քաղաքում։ Կլինի նաև իր ներկայությունը ամենայն հավանականությամբ կլինի եւ դուք առիթ կունենաք դա արձանագրելու։ 8 տարվա մեջ ինչպիսի քաղաքացի կերտեց ձեր իշխանությունը։ Որն է ձեր պատկերացրած այդ քաղաքացին, որի օրը հիմա նշում եք։ Ես կարծում եմ ավելի պատասխանատու քաղաքացի, որը շատ լավ գիտի իր իրավունքները, բայց իրավունքները առանց պարտականություններ չի լինում։ Հիմա մենք նաև սովորում ենք եւ ճանաչում ենք մեր պարտականությունները։ Երբ որ այս համադրությունը ճիշտ լինի եւ բալանսավորված, ես կարծում եմ, որ շատ ավելի լավ հասարակություն կունենա։ Արդյոք որևէ հարցում չեք խաբել ձեր քաղաքացին։ Ոչ, մենք կարող է սխալվել ենք, բայց մենք չենք խաբել մեր քաղաքացիներին։ Այսինքն այն ինչ խոստացել եք քաղաքացիներին, օրինակ երբ հայտարարել եք, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ, հետո ասել եք Արցախը Ադրբեջանն է, դա խաբեություն չէ։ Հարգելի Լիա, հասարակությունը այդ քայլերից հետո բազմաթիվ անգամ առիթ ունեցել է գնահատելու արդյոք դա խաբեություն էր, թե սխալ էր, թե որոշակի քաղաքականության փոփոխություն էր եւ այն հանգստությունը եւ հանդարտությունը, որ կա, եւ ես ունեմ համոզմունք եւ վստահություն, որ այն արդյունքները, որոնք կլինեն հունիսի 7-ին, կվկայեն նրա մասին, որ հանրությունը այս իշխանությանը ընկալում է որպես իր մի անբաժանելի մաս, իր սխալներով, իր հաջողություններով եւ ձեռքբերումներով։ Հարությունյան, իսկ անկալումներում հանրության, որ ՔՊ-ի ռեյտինգը բավականին նվազել է, դա նաեւ այսպես ասած հարցումներն են ցույց տվել։ Ոչ, իհարկե, եթե հետևել եք, բնականաբար պետքա տեսասենեք, որ լրատվամիջոցն է նման տեղեկություն գրել եւ չվերագրել մեզ, պարոն Հարությունյան։ Ուղղակի հարցնում եմ, ոնց որ դուք եք, բայց ոնց որ թե մենք չենք։ Շատ լավ։ Պարոն Հարությունյան, իմ հարցի վերաբերյալ եւ ըստ էության տեսեք, ասում եք գնում ենք բացարձակ մեծամասնության, բայց հանրային ընկալումներում նաեւ հարցումներում տպավորություն է, որ ՔՊ-ի ռեյտինգը նվազել է եւ այս միջոցառումն էլ ըստ էության ասում են, որ ՔՊ-ն փորձում է հեղափոխության էյֆորիան վերականգնել, որպեսզի ռեյտինգը ավելացնի, բարձրացնի։ Սրա վերաբերյալ ինչ կմեկնաբանեք։ Իշխանությունը ինքն իրանով չի կարող ռեյտինգ բարձրացնել, եթե չկա հանրային ընկալում։ Եվ ես չգիտեմ ինչ ռեյտինգների վրա եք հղում անում։ Եթե Գելափի վրա եք հղում անում, ապա Գելափը 21 թվականի ընտրություններից առաջ հասցրել է խայտառակվել ամբողջ ազգի առաջ եւ չեմ կարծում, որ դա պետք է հիմք ընդունել, իսկ ինչ վերաբերում է մնացած ռեյտինգներին, մենք տեսնում ենք, որ օրեցօր մենք հանրության շրջանում ավելի մեծ աջակցություն ենք ստանում, նաեւ հայցելու ենք աջակցությունը, իսկ հանրությունը արդեն կորոշի տալիս է այդ ձայնը եւ քվեն թե չէ։ Ձեզ հակադարձում ասում են սա ոչ թե քաղաքացի օրն է, այլ ՔՊ-ի օրն է, քանի որ ՔՊ-ն է հաղթել ոչ թե քաղաքացին եւ այսօր էլ ասում են, որ խաբված քաղաքացի օրն է, այլ ձեր ընդդիմադիր։ Հիմա եկեք միասին քայլենք։ Չէ, լսեք մի վարքյան, դուք հարցը հակցված է նույն ձեր անունն ինչ է։ Նարեկ ջան, խնդրում եմ, երբ որ հարցը տալիս եք, լսեք պատասխանը։ Եկեք քայլենք։
եւ հարց այստեղով։ Այստեղ Եվ- ես էլ դա էի Չէ, ասում, այստեղ հավաքված են ձեր համակիրները։ Չեք ուզում եք դուք ուզում եք բանը շուտ ասել ու կասեք թե ձեր հարցի պատասխանը լսել։ Եթե ուզում եք ձեր հարցի պատասխանը լսել, եկեք քայլենք եւ հարցնենք քանիսն է այստեղ ԿՊԱ-կան Պարոն Հարությունյան, տոկոսային հարաբերակցությամբ եւ դուք կհասկանաք սա քաղաքացու օրն է թե ԿՊԱ-կանների օրն է։ Միջև քայլելը պարոն Հարությունյան, տեսեք, դուք ասում եք քաղաքացիորն է, քաղաքացուն դուք մշտապես լսում եք, բայց արդյոք այս տարիների ընթացքում քաղաքացու հետ կապված շատ արտահայտություններ մենք չենք ձեր։ Նույն օրինակ մետրոյի դեպքը, նույն վերջին ընդդիմության ասելիքը Փաշինյանը փորձեց ընդդիմադիր հատվածին վերագրել, ասել, որ շունշանգյալ այն մարդիկ են, որոնք կգնան այդ ընդդիմադիրներին կընտրեն։ Այսինքն դուք կարծում եք, որ մեր երկու միայն իշխանության համակիրներն են։ Հարգելիս, ես արդեն ասացի, որ մենք էլ անսխալական չենք եւ մենք էլ հանրության հետ միասին վերափոխվում ենք։ Որոշ դեպքերում փորձում ենք առաջնորդությունը այդ վերափոխման մենք ստանձնել։ Որոշ դեպքերում հանրությունն է այդ առաջնորդությունը ստանձնում եւ մեզ է փոխում իր պահանջներով, իր դիտողություններով, իր դիտարկումներով եւ այն ընկալումը, որ կա հանրության կողմից եւ ես տեսնում եմ, ես կարծում եմ, որ այս իշխանությունը որոշ վայրի վերումների, ներքաղաքական ողբերգությունների եւ ողբերգական իրադարձություններից հետո շարունակում է եւ ավելի մեծացնում է ներդաշնակությունը հանրության հետ։ Շնորհակալություն։